Սարգսյանն ու Էդվարդ Նալբանդյանն են Հայաստանը ճանաչել Ադրբեջանի մաս։ Հիմա մենք բոլորովս Ղարաբաղը ճանաչել են։ Ընդհանրապես դժվար չի հասկանալը, թե մեզ ինչ է սպասվում, եթե տվյալ անձը մնաց իշխանության։ Հերթական սխալ գործողությունը տվյալ դեպքում արտահայտության ձևով հոգեբանության մեջ, ինչպես արդեն գիտեք, ու ինձնից գիտեք, ունի իր մեկնաբանությունը։ Ու բացատրվում է հետևյալ կերպ՝ մարդու անգիտակցականից տվյալ դեպքում խոսքային վրիպակի տեսքով դուրս է թռչում նրա իրական մտադրությունները, իրական նպատակներն ու մտքերը։ Այս երևույթը տվյալ անձի հետ պարբերաբար տեղի է ունենում։ Ցեղասպանությունը Հայաստանի Հանրապետությունում Ու եթե փորձենք համադրել, կստացվի, որ մեզ սպասվում է թրքացում, ցեղասպանություն Հայաստանի Հանրապետության տարածքի հանձնում Ադրբեջանին եւ պետականության կորուստ։ Իսկ եթե ուշադիր լինեիք դեռ 2018-ին, նկատեիք, որ այլ անձի վրա է պրոյեկտում թե իրեն բնորոշ որակը, օրինակ հիստերիա։ Սերժ Սարգսյանը adekvat չէ։ Այսինքն այսօրվա հանդիպումը ցույց տվեց, որ նա գտնվում է անհավասարակշիռ վիճակում, հիստերիկ վիճակում եւ կարծում Իսկ ներվային, անադեկվատ եւ հիստերիկ վիճակում գտնվելը գիտենք, որ միայն նրա ամենաշնորհն է եւ թե սեփական մտադրություններ կապված ապագայի հետ։ Սերժը մեր ու ձեր հայրենիքը սարքում է Ադրբեջան։ Պարոն Փաշինյան, Մեր ու ձեր հայրենիքը սարքում է Ադրբեջան։ ձեր կարծիքը պահեք ձեզ խնդրեմ։ Դա իմ կարծիքը չի։ Իսկ մեր ու ձեր հայրենիքը, ինչպես կարծում եմ, արդեն հասկացաք, հենց ինքն է սարքում Ադրբեջան։